մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, մենք հասել ենք խաղաղության։ Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին մենք հասել ենք խաղաղության և ազատ, ժողովրդավարական, զարգացող, բարեկեցիկ, ինքնիշխան Հայաստանը նրանց հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է, դրանից ավելի մեծ գնահատակ նրանց զոհողություններին մենք չենք կարող մատուցել։ Եվ ուրեմն խաղաղությունը այսօր արդեն դե յուրե հաստատված է, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր խաղաղությունն է, իր ստեղծած խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղության վրա աշխատել է, այդ արդյունքին հասել է իր ընտրած իշխանությունը, և իշխանությունը խաղաղություն հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով և այն իրականացնելով։ Եվ ուրեմն եկել է ժամանակը, գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Անկեղծ ասեմ, որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը։ Փառք նահատակներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը և սիրում եմ բոլորիդ։